Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նաև ես ձեզ խնդրանք ունեմ, քանի որ ձեզ չտրամադրեցին որոշումը խուզարկության, ձեր բնակարանի եւ նաև ավտոտնակի հետ կապված։ Պարտադիր ես այնտեղ որ ներկա կգտնվի, նրանք կստորագրեն, բայց անպայման որոշումները։ Որոշումը ուղղակի տրամադրել են ծանոթանալու համար, բայց օրինակը չեն տրամադրել։ Օրինակը որոշման չի տրամադրվել։ Օրինակ գրասենյակին ավելի համեմատաբար պատշաճ ձևով էր, այսինքն մեզ էլ օրինակ տրամադրեցին, թե ոնց որ թե մենք քսերոքս արեցինք։ Չէ, մեզ տրամադրեցին մեր պահանջի հիման վրա, այստեղ նույն պահանջը ներկայացրել ենք, չեն տրամադրել։ Իսկ քսերակոպիան տրամադրեցին արձանագրության, ճիշտ է։ Պարոն Թևանյան, դուք երբևէ հետաքրքրություն դրսևորել եք իմանալու 2024 թվականին թե ազգային ժողովում ինչ փակ գաղտնի նիստ է տեղի ունեցել։ Բովանդակությունը ձեզ հետաքրքրել է, թե չէ։ Հարցը որ տալիս եք դրա ենթատեքստը որն է, որ ասում եմ, այո, ես հետաքրքրվել եմ, բոլորն էլ հետաքրքրվել են, իհարկե։ Քաղաքականությամբ զբաղվող մարդիկ հետաքրքրված են այնքանով, որքանով, բայց քանի որ ես նույնիսկ падգամավորության ժամանակաշրջանում գաղտնիության թույլտվություն չեմ ունեցել, որովհետև ես ինքս եմ որոշել, որ չեմ ուզում համապատասխան պրոցեդուրաներ անցնել եւ համարել եմ դա սխալ, որովհետև առաջնային մանդատ ունեցողը չպիտի ավելի ցածր կարգավիճակ ունեցող մարմնին ինչ որ հաշվետվություն ներկայացնի, ինչ որ հայտարարագիր լրացնի, ինչ որ բաներ ապացուցի, որ իրեն թույլ տան գաղտնիություն, ես ասում եմ, ես խնդիր չունեմ, չեմ մասնակցի եւ մի շարք ընդդիմադիր падգամավորներ հրաժարվել են դրանից։ Իսկ ինչ վերաբերում է այդ նշված 24 թվականին, ես այդ ժամանակ падգամավոր չեմ եղել արդեն։ Դե դրա համար եմ հարցնում, նիստի բովանդակությունը, որտեղ Միրզոյանը, փոխվարչապետը, ընդդիմությանը Հայաստանում ձեզ հետաքրքրել է, թե ոչ։ Բոլորին հետաքրքրել է այնքանով, որքանով որ մենք քաղաքացի ենք, մասնավորապես ինձ որպես քաղաքական մարդ։ Բայց այս իշխանությունների անլրջությունը, մարազմը կայանում է այն բանի մեջ, որ ուրեմն նախ այս իշխանությունների գործողություններից մենք բոլորս տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից եւ երկրորդը այս իշխանությունների պարագայում խոսել գաղտնիության մասին ծիծաղել է, որովհետեւ շատ դեպքերում իրենց կողմից վերահսկող լրատվամիջոցների կամ այլ լրատվամիջոցների էջերում հայտնվում են ամբողջական տեքստերը այսպես կոչված գաղտնի նիստերի մասին։ Այդ ինչ գաղտնիք պետք է ասեն, որ մի հատ էլ հետաքրքրվեինք, մենք գիտեինք, որ օրինակ բանը, չգիտեմ, Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգն են սպասարկում։ Ինչ գաղտնիք կար դա պարզելու։ Այն էլ 24 թվին, 22 թվին իրանք գաղտնի էին պահում, որ Արցախը ուզում են հանձնել։ Ես ազգային ժողովի ամբիոնից առաջին օրվա հոկտեմբերի 7-ի հայտարարություն ունեմ, կարող եք համացանցում նայել։ Հոկտեմբերի 6-ին Պրահայում հայտարարություն են արել, թուղթ են ստորագրել։ Ես ամսի 7-ին, 8-ին, 9-ին լսումների մակարդակով եւ այլն մակարդակով հայտարարել են, որ դուք հանձնել եք Արցախը Ադրբեջանին։ Այն օրերին դրանք պնդում էին, որ ոչ, այդպիսի բան չկա, դա սուտ է, ընդդիմությունը հերթական սխալ բաներն է ասում եւ այլն։ Հիմա ինքը ասում է, այո, ես դա արել եմ եւ դա գիտակցված եմ արել։ Դուք ասում եք, որ դուք այդ ժամանակահատվածում падգամավոր չեք եղել, ձեր մանդատը վայր եք դել։ Քննչական իր հաղորդագրության մեջ ասում է, որ ապօրինի եք ստացել այդ ամեն ինչը, ձեզ օգնել է։ Լավ է, այդ ինչ մի տեղեկությունն էլ Արարատ Միրզոյան, հա։ Արարատ Միրզոյանը այդ ինչ պետք է ասել, որ մենք չգիտեինք։ Ամբողջ աշխարհը չգիտեր։ Արարատ Միրզոյանը սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի падգամավոր են եղել, բայց չեն հիշում։ Լավ, հիմա դուք ասենք դա ապուշություն է, այսպես ասեմ։ Այն ինչ որ հայտարարություն են արել, ընդհանրապես չի համապատասխանում։ Դուք իրավապահ մարմիններից, քննչական կոմիտեից հարցնեք, արդյոք որևիցե մեկը այդ լսումների ժամանակ ինչ որ մի բան գաղտնիության վերաբերյալ ստորագրել է։ Այսինքն, եթե փակ է եղել, վերջի նշանակում, որ գաղտնի փաստաթղթերը իրենց ստորագրությամբ տրված է եղել եւ նրանք ունեցել են պարտավորություն ինչ որ X1-ին չփոխանցելու, որն էլ այդ X1-ն էլ ինչ որ X Y-ի չփոխանցել։ Այսինքն ասածը հետեւյալն է, որ եթե նույնիսկ եղել է քննարկում, ես չեմ կարծում, որ այնտեղ ինչ որ մի փաստաթուղթ է քննարկվել, որը եղել է գաղտնի եւ հասանելի է եղել որևիցե մեկին։ Այսինքն ինչ որ քննարկվել է, հավանաբար քննարկվել է փակ եւ գաղտնիության հետ կապված խնդիր այստեղ չի կարող հարուցվել։